Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1881-ից 83 թվականներին, Վանատուրում հաստատված պարսկահայ գաղթականների կողմից։ Եկեղեցին կառուցվել է Քարվանսարայի գյուղացիների ջանքերով և միջոցներով, որի մասին աղոթատան հյուսիսային դռան բարավորին կա պահպանված արձանագրություն։ Եռանաբազիլիկ ոճով կառուցված եկեղեցու պատերի մեջ ամփոփված են 13-ից 15-րդ դարերի խաչքարեր։ 19-րդ դարում, երբ արդեն ավարտվել էր եկեղեցու շինարարությունը, բնակիչները որոշում են նաև զանգակատուն կառուցել, որպեսզի զանգերի ղողանջները նրանց կանչեն պատարագի և ժամերգությունների։ Զանգակատունը կառուցվեց 1905 թվականին, որի սյուները մասամբ ծածկեցին եկեղեցու դռան երկու կողմերում գտնվող խաչքարերը։ Եկեղեցին գործել է կառուցումից ի վեր։ Խորհրդային իշխանությունների հաստատման տարիներին եկեղեցին փակվել է և վերածվել է պահեստի, ինչպես շատ այլ եկեղեցիներ։ Բնակչության թվի հետ աճել են նաև հոգևոր կարիքները։ Տեղացիները մկրտվելու և պսակադրվելու համար հասել են Էջմիածին, քանի որ մոտակա համայնքներում նույնպես գործող եկեղեցիներ չկային։ Բնակիչները համախմբվելով նամակ են ուղարկում վեհափառ հայրապետ Վազգեն առաջինին, խնդրանքով, որ Սուրբ Աստվածածինը վերաբացվի և դառնա գործող։ Հայոց հայրապետի համաձայնությունը ստանալուց հետո 1979 թվականից սկսվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որից հետո եկեղեցին վերահսկվել է և 1981 թվականից գործել է մինչ այսօր։ Մինչև 1996 թվականը Կոտայքի մարզը մտել է Արարատյան հայրապետական թեմի կազմի մեջ։ Երբ ստեղծվել է Կոտայքի թեմը, Գարեգին առաջին հայոց հայրապետի պաշտոնագրով Սուրբ Աստվածածինը դարձավ Կոտայքի թեմի գործող եկեղեցիներից մեկը։ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին II-ի տնօրինությամբ 2014 թվականին Կոտայքի թեմում ծառայության է նշանակվում Տեր Համազազբ քահանա Գրիգորյանը։ Թեմի առաջնորդ Առաքել arczepiskopos Քարամյանի տնօրինությամբ էլ ծառայության է անցնում Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Եկեղեցու զանգը Շուրիշկան գյուղի եկեղեցու զանգերից մեկն է, իսկ մյուս զանգը գտնվում է Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում։ Եվ այսօր էլ, ինչպես անցնող դարերում, եկեղեցին մնում է մեր աղոթքի տունը, մխիթարության աղբյուրն և հոգևոր ապաստանը։ Թող նրա զանգերի ձայնը մեզ մշտապես կանչի դեպի հավիտենական լույսը։